Դիսֆունկցիոնալ ընտանիքների հիմնական չափանիշները որոնք են. հույզերի արժեզրկումը, այսինքն մի արտահայտիր հույզերդ, արգելք, մի տխրիր, մի լացիր, մի բղավիր։ Երկրորդը, քո կարիքները կարևոր չեն, դու կարևոր չես։ Երրորդը, երբ որ ծնողները իրենց կարիքներն էլ չեն կարևորում, այսինքն բոլորը դժգոհ են, բայց չգիտեն ինչն է պատճառը։ Երրորդը այդ մեղադրանքներն է։ Մեղադրանք, ամոթի զգացում առաջացնելը, դատապարտելը, անդադ քննադատը, չաջակցելը։ Չորրորդը դա դերային փոփոխություններն են, երբ որ երեխան դառնում է ծնողի մայրը կամ հայրը, այսինքն պարենտիֆիկացիա է տեղի ունենում, այսինքն ամեն մարդ իր տեղում չէ։ Սա լինում է, երբ որ ծնողները հասուն չեն, այսինքն արտաքինից 40 տարեկան են, բայց ներսում դեռևս երեխա էգո վիճակի մեջ են։ Ու հիմնականում ամենաշատը տուժում է այն մարդը, որ ամենաառողջն է, այսինքն ով տեսնում է խնդիրները ընտանիքի անդամների մեջ, տեսնում է, որ այստեղ սիրո միջավայր չէ, հոգատարություն չէ, միմյանց հանդեպ հարգանք չկա, այսինքն անդադ բացասական է։ Տանը անդադ կոնֆլիկտները բացասական են ազդում բոլորի վրա, կռիվները, վեճերը, բաժանումը, այս բոլորը ցավոտ են էլի։ Հետո ինքնուրույնանալ չթողնելը, այսինքն երեխաներին են, որ կպած պահում են իրենց։ Սա բերում է նրան, որ դիսֆունկցիոնալ ընտանիք է, ձուլված ընտանիք է, այսինքն առանձին բոլորը հասուն չեն։ Լավագույնն այն է, որ դուք սովորացնեք ձեր երեխաներին առանց ձեզ գոյություն ունենալ, ու դուք ինքներդ էլ կարողանաք առանց իրենց գոյություն ունենալ, այսինքն դուք ձեր կյանքն էլ ունենաք, սա շատ կարևոր է։ Քանի դեռ դուք ձեր կյանքը չունեք, դուք անդադ իրենց փորձելու եք պահել ձեր հետ, ձուլում։ Դիսֆունկցիոնալ ընտանիքների շատ օրինակներ կա։ Այստեղ հոգեթերապիան է շատ օգնելու հասունանալ առանձին, որպեսզի առողջ ընտանիքը, առողջ հարաբերություններ կառուցել։ Որովհետև երբ որ դուք հարաբերություններ եք կազմում, դուք ձեր տրավմաներով, ձեր պատմություններով, ինքը իր տրավմաներով, իր պատմություններով գալիս են կպտում են իրար ու այստեղ սկսում է խաղարկվել այդ ամենը։ Եթե երկուսն էլ հասուն են, զարգանում են, սկսում են այդ խնդիրները լուծել։ Բայց լինում է մեկը աճում է, մյուսը չէ եւ բաժանում է գնում հաճախ։ Դիսֆունկցիոնալ են նույնիսկ այն ընտանիքները, որտեղ անդադ խոսում է, որ ծնողը սրբությունը իրեն պետք է պաշտես երկրպագից ու կյանքը ձոյես իրեն, դա նորմալ չէ։ Դիսֆունկցիոնալ է այն ընտանիքը, որտեղ որ երեխաների պաշտամունքով են զբաղվում, երեխայի ասածը կարևոր է, երեխան ամենակարևորն է, մնացածը հեչ։ Սա եւս խնդիր է։ Դիսֆունկցիոնալ են կախվածություններով ընտանիքները, որտեղ որ քայլ չեն անում, որպեսզի բուժեն այդ կախվածությունները, բոլոր դրսևորումներով հանդերձ։ Դիսֆունկցիոնալ են հոգեկան լուրջ խնդիրներով մարդկանց ընտանիքները, ովքեր քայլ չեն անում բուժվելու էլի, հոգեբույժի մոտ, դեղորայքային բուժում, հոգեթերապիայի։ Ու այն երեխաները կամ այն ծնողը, որ ամենազգայունն է, իր վրա ամենաշատն է ազդելու։